Բայց այստեղ մթնոլորտը միշտ թեժ է, քանի որ մասնակիցները ամեն գնով փորձում են գուշակել ճիշտ տարբերակը։ Գաղտնաբառը գտնելու համար նրանք դիմում են տարբեր քայլերի։ Նույնիսկ ես ենթադրում եմ, որ գուցե հակառակն ինչ-որ ճանապարհներով փորձում են կոտրել, որպեսզի նախորոք իմանան գաղտնաբառը։ Այս բոլոր հարցերի պատասխանը հենց հիմա մենք իմանանք հաղորդման տաղանդավոր մի գեղեցիկ անձնավորություն, մի շնորհալի անձնավորություն Տարոն Իսպիրյանից։ Բարի լույս Տարոն։ Ողջույն։ Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ ձեր այս տաղավարում եւս մեկ անգամ։ Ես էլ եմ շատ ուրախ ու մենք ուզում ենք որ դու կրկին գաս մեզ հյուր։ Սիրով, մենք նույնը փոխադարձից է, մենք առավոտ լուսոյում ենք սպասում քեզ ու քանի որ մի շարք հարցեր ունեմ, շտապեմ հարցերս արդեն հնչեցնել, այ օրինակ երբևէ եղել է, որպեսզի մարդիկ ամեն գնով մասնակիցների մասն են խոսքը գաղտնաբառը կոտրելու նույնիսկ համար հակառակն ինչ-որ տարբերակների դիմեն։ Եղել են դեպքեր, որ փորձել են իմանալ նկարահանման օրվա բառերը, բայց հավատացնում եմ ձեզ, որ հույժ գաղտնի է մեր բոլոր բառերը, անգամ ես իմանում եմ նկարահանման տաղավարում, կարելի ասել պետական գաղտնիքի պահպանելիությանը համապատասխանող ստանդարտներով ենք աշխատում, որպեսզի ոչ մի բառ դուրս չմնա ու մասնակիցները չիմանան ինչ բառերը այսօր դրված սեղանին։ Այսինքն մի մեծ թիմ, մի պրոֆեսիոնալ մեծ թիմ աշխատում է պրոֆեսիոնալ կերպով, որպեսզի ամեն ինչ ճիշտ ու իր կանոնների եւ օրենքի սահմաններում լինի։ Ժամացույցի նման։ Ես ես վստահեցնում եմ, որ դա հենց այդպես էլ կա, բայց մի այլ էսպեսակ հարց։ Լինում են դեպքեր, երբ որ դուք պաշտոնի չարաշահման շնորհիվ երբեմն օգնում եք մասնակիցներին։ Կարող եք անունը չտալ, բայց մատով ցույց տալ, լավ։ Հա, իհարկե լինում են, ես մեկնաբանություններից եմ իմանում, որ ես չարաշահել եմ իմ պաշտոնը, բայց չի կայանա այս երեկոն, եթե ես ինչ-որ ձևով չօգնեմ իմ այդ օրվա հյուրերին, իմ ընկերներին, այն ժամանակ եմ օգնում, երբ արդեն զգում եմ, որ համարյա թե հասել են հարցի պատասխանը, ինչ-որ փոքր շտրիխ է պակասում, այդ շտրիխը ես լրացնում եմ անպայման, որ երեկոն կայանա։ Իրականում սա ընդհանրապես խաղ է, պետք է ուրախ մարդիկ այստեղից գնան, դրա համար այո, ես չարաշահում եմ իսկական հայ լինելով իմ պաշտոնը։ Այդ շատ լավ է, բայց այ օրինակ անկեղծ եղել է, որ մարդիկ շատ են տրվում խաղին, ամբողջությամբ խաղի մեջ են, ու այդ պարտությունը ոչ մի կերպ չեն ընդունում, sense տալիս ջարդ ու փշուր են անում, վնասում, ջարդ ու փշուր գորգռում, թողում գնում։ Թողել գնալը, ջարդ ու փշուրից բացի ամեն ինչ տեղ է ունեցել, անգամ ինձնից նեղացել են, մի քանի օր գրել են, որ արդար չէր, հետո եթերա գնացել, եթերով են մատնանշել, որ այստեղ արդար չէր, այստեղ շատ հնարավոր է, որովհետև իմ դիրքը շատ նուրբ եւ փխրուն դիրք է, հնարավոր չէ 4 հոգու մի անգամից գոհացնել խաղի ընթացքում, բայց ես ամեն ինչ անում եմ, որ նրանց սիրտը շահեմ ու նրանք իրականում ուրախ գնան տուն։ Տարոն, ամենակարևոր հարցը, ինչ ակնկալիքներ ունենա հեռուստադիտողը այս նոր երրորդ եթերաշրջանի հետ կապված։ Տեսեք, քանի որ մեծ սեր է վայելում այլ կերպ հաղորդաշարը, մենք երրորդ եթերաշրջանն ենք արդեն ցուցադրելու մեր սիրելի հեռուստադիտողին, վստահաբար ասում եմ, որ ոչինչով չի զիջելու նախորդ երկուսին, երրորդ եթերաշրջանը, ունենալու ենք լավ հյուրեր, լավ խաղեր, նոր բառեր, նոր թեմաներ, այնպես որ սպասեք ավելին։ Ես վստահ եմ, որ հենց այդպես է լինելու, որովհետև այլ կերպը ամենուրեք է, դու այլ կերպը քո ընկերների շրջապատում ես կարողանում խաղալ հարազատների հետ, տանը, ընտանիքով, բայց ամենաթեժը, ինչպես ամենասկզբում նշեցի, հենց այստեղ է, հենց այս տաղավարում, այս հրաշալի անձնավորության շնորհիվ, որը երբեմն փաստորեն պարզեցինք բարի լինելով, պաշտոնի չարաշահում է, այսպես տեղի ունենում նաև խաղի ընթացքում, օգնում է շատերին։ Շատ շնորհակալություն քեզ ու շնորհակալություն նաև ձեր մեծ թիմին, որ այսքան երկար ժամանակ ու արդեն երրորդ եթերաշրջան եք նվիրում մեզ, հավատարիմ հետևորդներին ու այս նոր եթերաշրջանում մենք հնարավորություն կունենանք հետևելու արդեն այլ կերպի երրորդ եթերաշրջանին։ Քանի որ հաշվի առնելով այսօր մարտի 8 է, ձեր բարեմաղթանքը մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Շնորհավորում եմ, սիրելի կանայք եւ աղջիկներ, ձեր տոնը միշտ մնացեք գեղեցիկ, խաղաղ ու տղամարդիկ ամեն ինչ կանեն, որ դուք միշտ լինեք երջանիկ։ Սա էլ իմ բարեմաղթանքը առավոտ լուսոյի շրջանակներում։ Շատ շնորհակալություն, լավ օրվա շարունակություն եմ մաղթում, կարող եմ սեղմել։ Հա, սեղմեք, չեք դրակի։ Հա, չեք։ Չէ։